Ողջույն, Civilnet podcast-ն է, իմ հյուրն է քաղաքացիական ակտիվիստ Սարինե Հայրյանը։ Բարև ձեզ, Սարինե։ Ողջույն, Հայկ։ Ինչպես հայտնի է, Արտուր Օսիպյանը արդեն 17-րդ օրն է կալանքի տակ է եւ գտնվում է հացադուլի մեջ։ Այդ բանավեճից հետո 3 հոդվածով քրեական վարույթ են նախաձեռնել եւ խափանման միջոցն է կալանքը։ Դուք 3 քաղաքացիական հասարակական կազմակերպությունները եւ տարբեր անձինք նամակ եք ուղարկել գլխավոր դատախազին եւ կոչ եք անում, նշում եք նաեւ նրա հյուծվածության եւ Նուբարաշենում պահման ամարտկային պայմանների խոնավություն, արևի լույսի բացակայություն։ Տեղեկություն ունեք նրա որպիսության մասին այժմ։ Ինչպես եւ բոլորը ես էլ հետևում եմ Արթուրի փաստաբանի հայտարարություններին, երեք նաեւ նստածույցի տեղում էի նախագահականի դիմաց եւ այնտեղ պատահմամբ ծանոթացա նաեւ Արթուրի կնոջ հետ, բնականաբար հետաքրքրվեցի առողջական վիճակից, դե ասաց, որ բնականաբար վիճակը վատթարացել է, հյուծված է 17-րդ օրն է մարդը հացադուլի մեջ է եւ ինչպես արդեն ինքդ նշեցիր, նաեւ փաստաբանը անընդհատ դրա մասին բարձրաձայնում, խցային պայմանները բարվոք չեն եւ առհասարակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները առհասարակ բարվոք չեն, խոնավ է եւ արևի լույս չի թափանցում այնտեղ եւ կարծում եմ սա բազմակի անգամ վատթարացնում է այն վիճակը, որում գտնվում է այս պահին Արթուրը, այսինքն հաշվի առնելով հացադուլ անող մարդու վիճակը եւ խցային այսպիսի պայմանները, ես լուրջ անհանգստություններ ունեմ նրա առողջության եւ կյանքի վերաբերյալ եւ անկեղծ ասած անկեղծորեն ուզում եմ հորդորել ժամ առաջ դադարեցնել այդ հացադուլը, որովհետեւ արի անկեղծ խոսենք, որևէ հույս չունեմ, որ օրվա իշխանությունները իրենց անպատկար հայտարարություններից, անպատասխանատու անհաշվետու հայտարարություններից հետո պատրաստվում են որևէ բան անել այդ մարդու կյանքը փրկելու համար եւ ցավոք սրտի նախորդող տարիներից շատ ցավալի դեպքեր նաեւ գիտենք բոլորս, այնպես որ կարծում եմ ոչ մեկն արժանի չէ, որ Արթուրի նման մարդը ոչ մեկ եւ ոչինչ արժանի չէ, որ Արթուրի նման մարդը իր կյանքը վտանգի։ Մենք շատ քիչ բան գիտենք իր ընտանիքի մասին, 2 երեխա ունի, չէ՞, անչափ։ Հա, ես էլ իդեպ այս օրերին եմ իմացել, որքանով որ հետևում էի Արթուրի հանրային գործունեությանը, երբեք չեմ տեսել անձնական կյանքին վերաբերող որևէ բան, ինչը երևի թե շատ ավելի նորմալ է։ Արթուրը պայման է առաջադրել, որ Նիկոլ Փաշինյանը պիտի ներողություն խնդրի իրեն եւ արցախցիներին փախած անվանելու համար։ Ինչ ես կարծում, երբ վարչապետի մակարդակում նման պաշտոնյայի ինչ որ խմբի փախած են անվանում, այդ խոսքի արժեքի մասին ինչպես ես գնահատում դա։ Այս ամենի համատեքստում երևի թե ամենացավոտ եւ ինձ համար ամենաամոթալի թեման հենց դա է, երբ որ երկրի ղեկավարի, երկրի առաջին դեմքի անունից եւ բերանով հնչում են ամոթալի, անպատասխանատու, անհաշվետու արտահայտություններ, առանց այդ էլ խոցելի վիճակում հայտնված բռնի տեղահանված արցախցիների հասցեին։ Եվ այստեղ միայն խնդիրը Արթուրը չէ եւ Արթուրի անձը չէ։ Իդեմս Արթուրի այդ ամենը իրենց վրա են վերցնում բոլոր տեղահանվածները, ես եւ դու եւ մյուսները այդ թվում։ Եվ ես չեմ կարող դա անվանել ընդամենը էմոցիայի տակ ասված խոսք։ Վարչապետը պիտի հաշիվ տա ինքն իրեն, ով է ինքը։ Նա իշխանության ներկայացուցիչ է, բարձրագույն ներկայացուցիչն է եւ նրա կողմից հանրայնորեն նման բառամթերք օգտագործելը եւ նման ձևով պիտակավորելը որևէ արդարացում չունի։ Դա անբարո քայլ է։ Դա առանց այդ էլ խոցելի շատ ծանր հոգեբանական եւ սոցիալական իրավիճակում հայտնված տեղահանվածներին ապա մարդկայնացնելու փորձ է եւ նրանց ամբողջ անցած ճանապարհը պայքարը արժեզրկելու կորուստները, ցավալի կորուստները արժեզրկելու փորձ։ Ես որևէ հիմնավորում չեմ կարողանում գտնել դրա համար եւ որևէ արդարացում չունեմ դրա համար։ Դրա համար նույնիսկ արդարացումներ չեն, երբ որ ասում են ինչու այլ մարդկանց կարելի է, իսկ վարչապետին չի կարելի, երբ որ սկսում են, ի պատասխան փաստարկ բերել։ Այո, վարչապետին չի կարելի, որովհետև վարչապետը իշխանության ներկայացուցիչ է եւ որովհետև իշխանության ներկայացուցիչների կողմից օգտագործվող բառապաշարը, բառամթերքը եւ առհասարակ պահվածքը շատ հեշտ կարելի է կրկնօրինակել հանրության այլ շերտերում։ Եվ 3 օրինակ, չգիտեմ դու հետևում ես քարոզարշավին թե ոչ, արդեն մենք ականատես ենք բռնության, ֆիզիկական բռնության դեպքերի, երբ որ քաղաքական
այլ հայացքներ կրող, ասենք, ուժերի ներկայացուցիչներ, հասարակ մարդիկ կարող են իրար ծեծել, վերջին բառերով իրար վիրավորել, հայհոյել, ով է մեղավորը, նա ով խոսույթը հանրային դաշտ է նետում։ Տվյալ դեպքում ցավոք, մեծ ցավով եմ ասում, իշխանական իշխող ուժի ներկայացուցիչները առաջին հերթին։ Սովորաբար նման խոսքեր են ասում, ատելության փախաստներ եւ այլն, բայց դրանից հետո ասում են, որ մենք նկատի ունենք պսևդոէլիտային, որոշ ժամանակ անցնում է նորից անցած անգամ Շարասյան մասին էր խոսում, որ հազարներով դուրս է եկել։ Գիտես Հայկ, մետրոյում հայտնի դեպքից հետո Արմին Էմոսյանի հետ ես շատ մեծ հույս ունեի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կգնա, խորապես կմտածի, ռեֆլեքսիա կանի տեղի ունեցածի վերաբերյալ եւ կվերանայի իր պահվածքը եւ ձևակերպումներն ու բառապաշարը հանրային վայրերում արցախցիների վերաբերյալ։ Բայց ցավով, շատ մեծ ցավով եմ արձանագրում, որ ես տեսա շատ ավելի վատ թարը։ Ես տեսա, թե ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրայնորեն բոլորիս աչքի առաջ ուղիղ եթերում տեղահանված երիտասարդ տղային մեղադրեց ողջ մնալու մեջ։ Ասաց դու ինչու չես զոհվել, դուխի ես ողջ, իսկ մեր տղերքը զոհված։ Սրանից ավելին ես չգիտեմ ինչ կարող եմ մեզ հետ սրանից ավելի վատ պատահել, հասկանում ես։ Քաղաքագետները ասում են, որ այս բևեռացումը շատ լավ գործիք է քաղաքական գործիչների համար, քվեների քանակը ավելացնել եւ նրանք առատորեն օգտվում են այդ հնարավորությունից։ Այո, բոլոր քաղաքական ուժերի դեպ։ Այդ մասին մենք սկսել ենք դեռևս մտահոգվել 2 տարի առաջ, դե գիտեինք, որ 26-ին ընտրություններ են սպասվում եւ շատ մեծ մտավախություն էինք, որ արցախցիների եւ առհասարակ այս ամբողջ ողբերգությունը, որ մեզ հետ տեղի է ունեցել, կգործիքայնացվի եւ հիմա մենք ականատեսենք այդ սարսափելի երևույթին։ Երբ որ որևէ բարոյական, այսպես ասած, կարմիր կից չի մնացել, շահարկվում է թե ողջ մնացածը, շահարկվում է թե զոհվածի ծնողը, շահարկվում է զոհվածը, շահարկվում է գոյաբանական սպառնալիքի տակ իր հայրենիքից ցավով եմ ասում դուրս եկած իր տունն ու տեղը իր ամբողջ կյանքի վաստակը թողած արցախցին չի կարելի այսքան գործիքայնացնել մարդուն եւ նրա ցավը չի կարելի մարդուն քաղաքական խաղալիք դարձնել ինձ համար անընդունելի է այս պահվածքը բոլոր քաղաքական ուժերի կողմից բայց առաջին հերթին իհարկե իշխող քաղաքական ուժի կողմից որովհետեւ նրանց բերանով եւ նրանց անունից նորից եմ ասում ատելություն ու թշնամանք է հրահրվում եւ միևնույն հանրության մարդկանց հանում են իրար դեմ։ 3 տարին է падգամավորներից մեկը քաղաքացիական պայմանագրից մի հատ նկար է տպել Facebook-յան գրառում է, երևում է, որ այդ էկրանակադրը կատարել են թղթից։ Ինձ մոտ 2 վարկած է առաջանում։ Մեկը այն, որ Օսիպյանին վաղուց են հետևում Facebook-ում։ Ինչը չի բացառում։ Չենք բացառում, բայց մյուս կողմից էլ գիտենք, որ 17 օր է կալանքի տակ է ացադոլի մեջ է, որևէ հաղորդակցություն չունի Facebook-յան, էջը ջնջվել է։ Դու ինչ վարկած ունես առհասարակ, ինչպես է հայտնվել այդ գրառումը իրենց մոտ եւ բացի դրանից, որ այդ գրառումը հայտնվել է իրենց մոտ, արդյոք այստեղ ինչ-որ նախաքննության խախտում չկա։ Երբ քաղաքացիական պայմանագրի падգամավորի մոտ եմ հայտնում այդ էջերը։ Առհասարակ այս երևույթը հետևելու մարդկանց հանրային սոցիալական տարածքներում արված գրառումներին, հա, խոսքին 21 պատերազմից հետո շատ ավելի սրվեց, ավելի ակնհայտ դարձավ եւ մենք մի շարք վարույթների ականատես եղանք այս հիմքով, մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել Facebook-յան գրառումներ անելու հիմքով։ Ես չեմ կարող որևէ վարկած հաստատել կամ մերժել բոլորն էլ չեն բացառվում, հա, բայց հստակ է մի բան, որ մարդուն կալանավորել են կոնկրետ հիմքով, հա, դու ինքդ նշեցիր 3 հոդվածները, որոնց հիման վրա Արթուրին կալանավորել են եւ կալանավորումից հետո 17-րդ 3 կարծես 3 էին այդ գրառումները 16-րդ օրը մեկ էլ հանկարծ քաղաքական իշխանության քաղաքական գործիչների էջերում հայտնվում են այդ էկրանակադրերը Արթուրի էջից։ Ես կարծում եմ, որ սա նախաքննության կոպիտ խախտում է, որովհետև
ես իրավապաշտպան չեմ իհարկե, բայց կարծում եմ գաղտնիություն պետք է պահպանվի ամբողջ նախաքննության ընթացքում։ Եվ երկրորդ ինձ թվում է սա այդ քաղաքական գործիչները դրել են հետահայաց որպես արդարացում այն ամենի, ինչ տեղի է ունենում Արթուր Օսիպյանի հետ։ Ինչը ինձ համար անընդունելի է։ Եթե մարդուն ձերբակալել են, կալանավորել են կոնկրետ դեպքի հիմքով, կոնկրետ հանցակազմով, հետահայաց հանրության առաջ դնել գրառումները, որոնց ես բառ առ բառ չեմ հիշում այդ գրառումները, եւ ես իրավունք ունեմ կասկածել դրանց արժանահավատության վրա, հա, արդյոք դա հենց Արթուրի գրածն է, թե դա խմբագրված է, որովհետեւ դու ինքդ ես ասում դա երևում է, հա, որ թղթից է սկրին արված։ Այնպես որ սա արդարացում չէ եւ սա կոպտագույն խախտում է իմ կարծիքով քննության ընթացքի եւ ավելի է սրում, ես տակը նաև կոմենտներն եմ կարդում եւ ավելի է սրում ներհասարակական թշնամանքը, խտրականությունը եւ ատելությունը։ Թեկուզ եւ ենթադրենք արել է, դրա համար չէ մեղադրվում ինքը։ Չէ, մարդը դրա համար չի մեղադրվում։ Եթե այդպես լիներ, եթե այդ վարկածով առաջնորդվեին, ուրեմն նրան արդեն վաղուց այդ գրառումների համար պետք է ինչ որ քրեական հետապնդման ենթարկին կամ գոնե գործ հարուցեին, հա, բայց դա չի եղել։ Կալանավորել են մարդուն, հետո հետահայաց սկսում են տեղադրել եւ ինչու քաղաքական գործիչների էջերում։ Եթե մարդը կալանավորված է, ամեն ինչ պետք է քննության պայմաններին եւ կանոններին համապատասխան ընթանա։ Այսինքն ակնհայտ է, որ քաղաքական մոտիվացիա կա այս ամենի տակ, մարդու խոսքի ազատությունը ճնշելու, որպես իշխանություն ճնշելու, իշխանությունը չարաշահելու ակնհայտ օրինակ է, որտեղ որևէ բան, որ խոսքի ազատության սահմաններից դուրս է կոնկրետ այդ միջադեպի ժամանակ, ես չեմ տեսել եւ դա միայն ես չէ, որ ասում եմ, այդ մասին խոսում են իրավապաշտպանները, այդ մասին արձանագրված են այդ բոլոր հայտարարություններում եւ այլն։ Ձեր հայտարարության մեջ գրում եք, որ նման գործելակերպը էական հարված է հասցնում իրավապահ համակարգի անկախությանը ու վստահությանը, բայց արդյոք չեք կարծում, որ այս վիճակը վաղուց է սկսվել եւ բանը բանից վաղուց է անցել եւ քաղաքասարակության լրության կամ զգուշավոր դիրքորոշման պատճառով վերջին 1.5 տարվա ընթացքում նաեւ սա հետևանք է, որովհետեւ շատերը զարմանում են ինչու այսպես, բայց մենք շատ դեպքեր ենք ունեցել, երբ հասարակությունը հարցրել է, որտեղ է քաղաքասարակությունը։ Արդյոք նաև սա քաղաքասարակության բաց թողումը չէ, զգուշավոր դիրքորոշումը չէ, որ հասել ենք այսօրի։ Այս մեղադրանքը շատ է հնչում քաղաքասարակության հասցեին եւ ինչ որ պահանջ կա անընդհատ այդ քաղաքասարակությունից։ Մենք անընդհատ տեսնում ենք Facebook-ում նույնիսկ հասցեական այս մարդուց են ակնկալում ռոպեական արձագանք, այն խմբից են ակնկալում։ Ես էլ որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, ես կարծում եմ հասկացան քաղաքասարակության ներկայացուցիչ ենք, բայց դատապարտված չենք օրում մեջ ամեն րոպե բավարարել այդ հանրության, այսպես ասած, ակնկալիքները մեզնից։ Թույլ տուր ինձ անկեղծ լինել։ Ես չեմ կարող ընդունել, երբ որ X մարդը X մարդուց, ինչ եթե նա հանրային մարդ է, ռոպեական արձագանք է պահանջում տեղի ունեցածի վերաբերյալ։ Ցանկացած դեպք առանձին քննության առարկա է։ Եթե մենք գնում ենք, դիտարկում ենք այն դեպքերը, որոնք որ ակնհայտ քաղաքական կոնտեքստում են տեղի ունեցել, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Եթե մենք դիտարկում ենք Արթուր Օսիպյանի դեպքը, մարդը հասարակ քաղաքացի է, նա քաղաքական գործիչ չէ, նա քաղաքականության մեջ չի եղել։ Իմ կարծիքով Արթուրը քաղաքական գործիչ չէ։ Հանրային հասարակական գործիչ չէ։ Իրավունքներ ունեն եւ օրինակ շատ հարցեր են առաջացել, երբ կալանավորել են Աչապահյանին, երբ նման կերպով ԱԱՑ-ն ձերբակալել է, կալանավորել է ընդդիմադիր ոդկասթերներին, շատ դեպքեր են եղել։ Եկեղեցու հարցով հիշում եմ, որ անցած տարվա դեկտեմբերին տարվա վերջ քաղաքասարակության ներկայացուցիչները նամակ են գրել, բայց ճիշտն ասած ինձ մոտ էլ է միշտ այդ հարցը առաջանում։ Բայց ոչ միայն նամակ, նաև եղել են հարցազրույցներ։ Իմ գոլեգաներից շատերը, իմ ճանաչած իրավապաշտպաններից շատերը հանրայնորեն տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցներ են ունեցել այդ քո նշած հարցերի շուրջ։ Այլ բան է, որ չի կարելի դրա շուրջ այդքան շատ պահանջ ձևավորել, որ արտահայտվեք, խոսեք, որովհետև դու պիտի իմանաս նրբությունները։ Եվ օրինակ ինձ համար, որպես քաղաքացիական ակտիվիստ եւ քաղաքասարակության ներկայացուցիչ, Արթուրի դեպքը ինչ որ իմաստով կարմիր գիծ է։ Միջև այդ կարմիր գիծ չկա։ Միջև այդ չէ, այդ աստիճան չէ։ Ինձ համար Արթուրը արդեն այդ որ ասում ես բանը բանից անցել է, այդ վիճակն է արդեն։ Բայց օրինակ երբ խոսքի համար ԱԱՑ
ԱԱՑ-ի հատուկ նշանակության ջոկատը տնից Ես բնավ չեմ ենթարկում։ իհարկե բնավ չեմ արդարացնում։ Նույն ընտրովի արդարադատության հետ գործ ունենք։ Իմ ասածը այդ չէ, որ իշխանությունը ճիշտ է արել, որ իշխանության վարքագիծը ճիշտ է եկեղեցականների կամ այլ մարդկանց հետ նույնատիպ վարքագիծը։ Իմ ասածն այն է, որ քաղաքասարակության ներկայացուցիչները եւս մարդ են եւ նրանք եւս պետք է տիրապետեն ամբողջական կոնտեքստին եւ բոլոր նրբություններին, որպեսզի թույլ տան իրենց այս կամ այն հայտարարությունը անելու։ Ես որպես մարդ կոնկրետ ինձ համար անընդունելի էր ինձ համար կարմիր գիծ էր Արթուրի հետ տեղի ունեցողը, որովհետև այն ինչ որ Արթուրի հետ է տեղի ունեցել, կարող է տեղի ունենալ վաղը ինձ հետ եւ քեզ հետ փողոցում կամ ցանկացած այլ հանրային վայրում։ Ես այդ հարցը տարբեր տեղ տեսել եմ գրված ստատուսների տեսքով, նման դեպքերում էլ ասում են ընտրովի արձագանք է, մի դեպքում արձագանքում են, մի դեպքում չեն արձագանքում։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Չեմ կարող դա մեկնաբանել, թող լինի ընտրովի արձագանք եւ հետո։ Բայց դա բերելու է նման վիճակների ու ավելի կոշտ վիճակների, երբ ժամանակին չի դատապարտվում խոսքի համար, չգիտեմ, կալանքը, ձերբակալումը։ Ես չեմ հետևել կոնկրետ եկեղեցականների դեմ հարուցված գործերի ընթացքին, անկեղծ չեմ կարող ասել, որ նույն սրտացավությամբ եմ հետևել, անկեղծորեն եմ ասում, ինչպես Արթուրի, որտեվ նորից եմ ասում, ես չեմ կարող համեմատել, ինձ համար համեմատելի չեն Արթուր Օսիփյանը եւ քո նշած եկեղեցականը։ Ես Արթուր Օսիփյանը հասարակ մարդ է, հանրային գործիչ, նա քաղաքական շարժում չի գլխավորել։ Միգուցե ասենք չեմ արդարացնում պետության քայլերը, իշխանության քայլերը, բայց ինձ համար Արթուրի հետ տեղի ունեցողը բացարձակ չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, մեր իրավական պետության էլի։ Դրա համար ես նաև ինձ թույլ չեմ տալիս խոսել ամբողջ քաղաքասարակության անունից, հա, ես խոսում եմ հիմա ինքս իմ անունից, թե ինչ են ասել մյուսները, այլ հասարակական ակտիվիստները, քաղաքասարակության այլ ներկայացուցիչները, մամուլում կա, կարող ենք փնտրել, գտնել, կարող ենք նրանց այլ հարցեր ուղղել։ Ես խոսում եմ իմ անունից եւ ես ասում եմ այնինչ տեղի ունեցել կոնկրետ Արթուր Օսիփյանի հետ, ինձ համար ազդակ է, որ վաղը մյուս օրը կարող է ինձ հետ տեղի ունենալ, որովհետեւ անկեղծ արդարացի եւ հիմնավոր հնչած կոշտ քաղաքական գնահատականի եւ հարցի համար մարդու բերանը փակել են, մարդուն կալանավորել են, որևէ մեկս դրանից ապահովագրված չենք։ Սա իմ դիրքորոշումն է։ Մնացածի հարցով թե ով ինչ է ասել այլ կալանքների, այլ նախաձեռնված վարույթների մասին, որ քաղաքասարակության ներկայացուցիչը ինչ դիրքորոշում է արտահայտել, թույլ տուր ինձ չմտնել այդ դաշտի մեջ։ Կա հասարակական ճնշում Արթուր Օսիփյանի հարցում, սակայն իշխանությունները հաստակամ են, հաստակող են եւ խափանման միջոցը չեն փոխում։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկել, միգուցե արդեն միջազգային հարթակներում դիմել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների։ Ես անկեղծ կարծում եմ, որ հանրային ճնշումը բավարար չէ։ Եվ Էլի ազնվորեն եմ ուզում ասել 2023-ից հետո ես ինձ խոսք է տվել այլևս որևէ հանրային ակցիայի, որևէ փողոցային շարժման, որևէ նմանատիպ ինչ որ նախաձեռնության մասնակիցը չլինել, որովհետև իմ կարծիքով դրանք բոլորը դատապարտված են ձախողման եւ անհաջողության, բայց էլի նորից եմ ասում, Արթուրի դեպքը ինձ համար լրիվ բացարձակապես անընդունելի բան է եւ չէի կարող չմիանալ այդ հանրային շարժումներին, որոնք որ կոնկրետ այս հիմքով են սկսել։ Վերջին 1 տարում ինձ թվում է շատ կոշտ իրավախախտումներ են եղել, իմ կարծիքով, զուտ իմ կարծիքն է, պետք է եղել շուտ արձագանքել, շուտ արձանագրել, որպեսզի բանը չասի։ Արթուրինն էլ է կոշտ խախտում Հայկ, բայց մենք տեսնում ենք, որ նաև հիմա չկա բավարար հանրային ճնշում։ Դու ինքդ ես ներկա եղել նախագահականի դիմաց նստածույցին ու դու տեսել ես այնտեղ հավաքվում է, չգիտեմ, երևի մի 60 մարդ է եղել։ Այսօր էլ կա, վաղն էլ կլինի։ Ես չեմ կարծում, թե այդ մարդկանց թիվը կբազմապատկվի եւ կդառնա ինչ որ բազմահազարանոց, հա, ակցիացույց։ Չի լինելու այդ հանրային ճնշումը։ Եվ ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե այն թե ինչպիսի գնահատական կտան միջազգայինները, հա, միջազգային իրավապաշտպան կազմը, դա ավելի ինձ համար շատ ավելի քիչ մտահոգիչ է դա։ Ինձ ավելի հետաքրքրում է մեր հանրության արձագանքը։
եւ մոտեցումը այս հարցին, այսինքն ինձ հետաքրքրում է թե Արթուրի հետ միևնույն հանրության մեջ ապրող մարդիկ ինչու են շրջանցում այս թեման, ինչու են անցնում այս թեմայի կողքով, եթե դա վաղը չեմ այսօր կարող է տեղի ունենալ նրանց հետ։ Ես իհարկե չեմ նսեմացնում միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների դերը, իհարկե պետք է օգտագործել բոլոր լծակները դիմել եւ այլն։ Նախորդ իշխանությունների ժամանակ հայտարարություն Եվրամիությունից, տարբեր կառույցներից խոստովանենք, որ այսպիսի վիճակ չի եղել, էլի այս ընտրություններով պայմանավորված աշխարհակաղակական աչք են փակում մի շարք խնդիրների վրա։ Համաձայն եմ քեզ հետ, նորից չեմ ուզում թաքցնել, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Եվ այս ամենը տեղի է ունենում ցավոք շատ զգայուն ժամանակաշրջանում, նախընտրական փուլում, երբ որ բևեռացված է հասարակությունը, երբ որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր ձևերով գործի կհայնացնում են այդ նույն հասարակության տարբեր խմբերին, եւ այս իրավիճակում տեղի է ունենում այսպիսի միջադեպ։ Բնականաբար, եւ խոսքը թույլ տուր ասել ինչ որ իմաստով աշխարհակաղակական ընտրություն է, էլի սովորական ընտրությունների չենք հիմա ականատես եւ տեսնում ենք տարբեր աշխարհակաղակական բևեռներից տարբեր տեսակի գործողություններ, ճնշումներ եւ այլն, ու այս իրավիճակում շատ դժվար է ճիշտ եւ ռացիոնալ գնահատականներ հնչեցնելը, բայց ինձ համար են մի բան պարզ է, որ մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ, չեմ կարող դա շղթել։ Գործակալն է Արթուրին։ Չէ, ընդհանրապես ինչ որ մեկին ասում են Ռուսաստանի գործակալն է, մյուսին էլ արևմուտքի գործակալն է։ Արևմուտքի գործակալներին կարծես թե չեն ճնշում, այսպես ասած ճակերտոր Ռուսաստանի գործակալներին են ճնշում։ Վերջին հարցը, մենք ամեն դեպքում այո, համաձայն եմ, միանշանական մենք գործ ունենք ընտրովի մոտեցումների հետ, ընտրովի արդարադատության հետ, երբ որ նույն Նիկոլ Փաշինյանի բառամթերքը Հայաստանի Հանրապետության դատախազությունը որակում է որպես բռնության կոչ չպարունակող են նույն սատկացնելը, կզծնելը, ասֆալտին փռելը, իսկ մյուսի նմանատիպ ձևակերպումների մեջ տեսնում է բռնության կոչ եւ սպառնալիք, ապա խոսքը բնականաբար ընտրովի արդարադատության մասին է եւ իշխանությունը իհարկե չարաշահում է իր լիազորությունները ու իմ կարծիքով այստեղ շատ ավելի խնդիրը խորն է, այսինքն սովորական մարդու մոտ, գիտակից մարդու մոտ վստահության խնդիր է առաջանում իշխանության եւ արդարադատական համակարգի հանդեպ։ Եվ շատ կներես, եթե այսպես գնա, ինձ թվում է մենք բոլորս խնդիր ենք ունենալու մեր սեփական երկրում պաշտպանված չզգալու մեր սեփական իշխանություններից։ Վերջին հարցը, քանի որ եղել են դեպքեր ողբերգական ելքով հացբերողի դեպքը Արմեն Գրիգորյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի եւ դատարանի դահլիճում չեմ ուզում ասել նույնիսկ վերջերս էլ դեպք եղավ, երբ պաստառ պատրելու համար կալանքի տակ գտնվող անձը մահացավ, ասում են նաեւ անառողջ էր այդ անձը։ Ինչ անել, որ չլինի հերթական ողբերգական ելքը բանտում։ Այդ ինչ անելը ուղղված է տարբեր դերակատարներին, այս պարագայում ինչ անի հանրությունը, ինչ անի իշխանությունը, ինչ անի իրավապահ համակարգը, ինչ անեն միջազգային կազմակերպությունները եւ այս դերակատարներից յուրաքանչյուրը ինչ որ իմաստով իր անելիքը ունի։ Ես որպես մարդ, սովորական քաղաքացի, հանրային ակտիվիստ, իմ անելիքը տեսնում եմ այդ հանրային ճնշումների մեջ։ Թող ես լինեմ այդ ընդամենը 40-ից մեկը, 60-ից մեկը, բայց գոնե վաղը մյուս օրը ես գոնե խիղճս իմ առջև հանգիստ կլինի, որ ես տանը նստած չեմ հետևել նրան, ինչ տեղի է ունենում, բայց ես նորից եմ արձանագրում, այդ հանրային ճնշումը թափ չի հավաքում, այդ մարդկանց շրջանակը չի բազմանում։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես քաղաքական տարբեր կուսակցությունների նախընտրական քարոզարշավներին հավաքվում են հազարավոր մարդիկ, բայց մարդիկ չեն հավաքում, երբ որ խոսքը վերաբերում է իրենց հայրենակցին, որը գտնվում է 17-րդ հացադուլի մեջ եւ որի կյանքին վտանգ է սպառնում։ Ինձ նման մարդկանց անելիքը ես տեսնում եմ այդտեղ։ Իր միջազգայինների անելիքը հստակ է։ Հստակ դիրքորոշումներ արտահայտելն է, հստակ մեսիջներ ունենալն է Հայաստանի իշխանություններին։ Դե իրավապահ համակարգից արդեն խոսեցինք, ես կարծում եմ մենք գործ ունենք այնպես իրավապահ համակարգի հետ, որը անկախություն չունի։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ես կրկնում եմ
Արթուրի արդարացի պահանջը։ Այո, պետք է ներողություն խնդրել Արթուրից եւ մնացած բոլոր ողջ մնացած եւ նահատակված տղաներից այն ամբարո արտահայտությունների ու ձևակերպումների համար, որ հնչեցվել են հանրայնորեն։ Իմ կարծիքով մենք բոլորս արժանի ենք այդ ներողությանը։ Եվ վերջում ես մի բան եմ նկատել, արցախցիների շրջանում կա, սկզբում քննադատում էին, լուրջ չէին ընդունում, քանի որ կներես ներողություն, որ ընդհատում եմ, ներողություն իշխանությունների անելիքների մասով։ Իհարկե անհապաղ ազատ արձակել Արթուրին, եթե չեն ուզում, որ ամբողջի ավարտվի ողբերգությամբ իրոք։ Այդ մարդու արարքի մեջ որևէ հանցակազմ չկա, որպես այդպիսին։ Կամ էլ գոնե փոխել կալանքի ձևը, հա, կալանավայրից տնային կալանք, ավելի մեղմացնել խափանման միջոցը, ինչը հնարավոր է։ Այստեղ տեսնում եմ նաև շատ կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանի դերը, որովհետև նա բացառիկ իրավասություն ունի միջամտելու նման գործերին։ Ես գիտեմ, որ առաջին հանդիպման առաջին խնդրանքը մերժվել է Արթուրի կողմից, բայց դա պատճառ չէ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ գնալու եւ հանդիպում խնդրելու, տեսակցություն խնդրելու։ Իդեպ մի խնդիրել սա է, որ տեսակցությունների արգելք կա Արթուրի պարագայում, չգիտես ինչու։ Ես այստեղ շատ կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանի դերը, որպես անկախ ինստիտուտ, որի հանդեպ մարդիկ դեռևս ինչ որ չափի վստահություն ունեն, պետք է շատ ավելի ակտիվ մարդու իրավունքների պաշտպանը այս դեպքում հանձնառնի այս գործի ընթացքին հետևել։ Փաստաբանն էլ ինչ որ ժամկետ ունի, չէ՞, տեսակցելու շաբաթը մի անգամ։ Այո, ես գիտեմ, որ տեսակցությունների մասով բավականին խիստ են Արթուրի պահպանման պայմանները։ Ես կապի մեջ եմ լինում փաստաբանի հետ, հարցնում եմ, ինչպես է, ասում է, նոր տեղեկություն չունեմ, մի քանի օր առաջ եմ տեսել։ Միշտ այսպեսին է լինում մեր խոսակցությունը։ Մի բան էլ եմ նկատել, որ ոչ բոլոր արցախցիներն են աջակցում։ Իմ կարծիքով, քանի որ Արտուր Օսիպյանը իրենց ճիշտ պատկերացրած արցախցին չի, էլի։ Դու էլ ես նկատում այս երևույթը։ Այո, հստակ, միանշանակ։ Ես նստածույցի առաջին օրն էի այնտեղ, նաև դե հետևում եմ սոցիալական մեդիայում արձագանքներին եւ այլն։ Շատ քիչ արցախցիներ են կիսվում, տարածում, թեկուզ եւ ներկա գտնվում տեղում, դե ինձ թվում է ես ու դու շատ լավ գիտենք պատճառները, նաև շատ լավ գիտենք, թե ով էր Արտուր Օսիպյանը Արցախում եւ ինչ գործունեություններ հանրային ծավալում Արցախում եւ չեմ գիտես, խնդիրը կոնկրետ Արթուրի անձը չէ եւ ոչ էլ այն գործոնը, որ նա արցախցի է։ Արթուրը մարդ է, որ ապրում է Հայաստանի Հանրապետությունում եւ ինձ թվում է մենք պետքա մի կողմ դնենք այն ամենը, ինչ այդ բոլոր պատկերացումները, հա, ով է լավ արցախցին, ով է վատ արցախցին, ով է ընդհանրապես այդ սահմանումները տալիս, որտեղ են գրված այդ չափանիշները, հա։ Ինչպես բոլոր հասարակությունները տարբեր մարդիկ են։ Այո, տարբեր մարդիկ են, հանրության մեջ տարբեր մարդիկ են ապրում եւ ես պարտավոր չեմ համապատասխանել ինչ որ մեկի լավ արցախցի լինելու չափանիշներին, կներեք, անկեղծորեն եմ ասում։ Եվ ինձ համար չափանիշը խնդիրը Արթուրը չէ եւ ոչ էլ նրա արցախցի լինելը։ Խնդիրն է նա, որ նորից եմ ասում, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, ես ինձ անվտանգ չեմ զգում։ Այո, ես փոխել եմ անձնագիրս։ Ես Արցախում էլ ինձ համարում էի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե անկեղծ ասեմ, էլի։ Եվ խնդիր չեմ տեսել, չեմ բարդացրել։ Ես անձնագրովել եմ 070 կոդով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այո, ես իմ նախորդը անձնագրովել եմ ինձ համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինձ համար թուղթը որևէ նշանակություն չունի, ավելի խորը, հա։ Նշանակություն ունի, այդ գրված է տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Եթե ինձ պետք է լիարժեք քաղաքացի համարեն Հայաստանի Հանրապետությունում նոր անձնագիր ստանալուց հետո, խնդիր չկա։ Երբ որ 2 տարի առաջ դեռևս տեղահանվածները գիտես հրա շատ դժվարությամբ էին գնում նրան, որ նոր անձնագիր ստանան, ես առաջիններից մեկն էի, որ ասում էի պետք է անձնագիր ստանանք, որպեսզի իրավունք ունենանք մասնակցել ընտրություններին։ Հենց միայն դրա համար եւ առաջին հերթին դրա համար։ Եվ կներեք, քանի որ այս թեման շոշափում ենք, էլի անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի հերթական խոսույթին, որ դրանք դեռևս մի քանի սերունդ շարունակ դրանք արցախցիների նկատի ունենալով դեռևս ընտրելու իրավունք չպետք է ունենան եւ այլը, ենթադրում եմ, որ լսել ես։ Այդ նոր խոսույթը չեմ հետևել։ Ահա, Արթուրի միջադեպից հետո է եղել, այսինքն էլի ակնարկել է, որ դուք արցախցիները դեռևս չպետք է այդքան լիարժեք իրավունքներ չունեք ձևավորելու Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձայն ունենալ եւ այլն։
Նախկինում հաշվառում փոխելով ընտրությունների Այո, մասնակցելու։ նախկինում, այո, հիմա Ընդամենը չգիտես հաշվառում ինչու, հա, միայն 070 կոդը արդեն արգելք է ընտրություններին մասնակցելու համար։ Չէ, ես ուզում եմ ասել, իմ դիրքորոշումը հստակ է, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ես ունեմ բոլոր իրավունքները, ինչպես մյուս բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցելու այս երկրի հանրային հասարակական քաղաքական սոցիալական կյանքին եւ որևէ մեկը, որևէ իշխանության ներկայացուցիչ իրավունք չունի հայտարարելու եւ տարանջատելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հա, ինչ որ դասակարգելու նրանց։ Բոլորն ունեն բոլոր իրավունքները եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստում եմ իրացնել իմ իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունը կներեք ինչ որ մեկի հորական տունը չի, սա պետությունն է։ Եթե այդքան շատ խոսում է ինչ որ մեկը պետությունից ու պետականությունից եւ որպես արժեք է դնում մեջտեղում ու ամեն անգամ ասում որ պետք է հարգենք, խնդրեմ առաջին հարգողը ինքը պետք է լինի։ Շնորհակալություն Սարինե։ Շնորհակալություն քեզ Հայկ Ռավերի համար, հուսամ շատ էմոցիոնալ չէր մեր զրույցը, չնայած եթե այդպես էլ լիներ, կարծում եմ տեղին է ինչ որտեղ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ես զրուցեցի քաղաքացիական ակտիվիստ Սարինե Հայրյանի հետ։ Շնորհակալություն։